Տնից տարածքային զինկոմիսարիատի շտաբում Անի Մինասյանը զորակոչվելու է Հայաստանի Հանրապետության բանակ։ 2 տարի առաջ է Զինուշը հեռուստանախագծից տեղեկացել, որ 18-ից 27 տարեկան աղջիկներն ու կանայք կամավոր հիմունքներով կարող են անցնել 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։ Անին անմիջապես որոշել է 18 տարին լրանալուն պես ինքն էլ պետք է համալրի զինված ուժերի շարքերը։ Մոտեցա Դիլիջանի զինվորական կոմիսարիատ, այդ ժամանակ ես 16 տարեկան էի։ Ասացին 2 տարի հետո կարող ես մոտենալ, մնացած մանրամասնի համար կքննարկենք եւ այսօր արդեն եկավ երազանք իրականացնելու օրը։ Անին մանկուց զբաղվել է սպորտով, սովորել քոլեջում, նաև աշխատել որպես խոհարար։ Դիլիջանցի աղջնակի հայրը երկար տարիներ պայմանագրային զինծառայող է եղել։ Հետևաբար ընտանիքի 4 զավակները մեծացել ու դասերակվել են զինվորական կարգապահությամբ։ Անին պատմում է, որ մայրը սկզբում դեմ է եղել իր որոշմանը, բայց երբ տեսել է ամուսնու ոգևորությունը, հաշտվել է դստեր ընտրության հետ ու բարի ծառայություն մաղթել նրան։ Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ ես էլ մեկնեմ իմ փոքրիկ ներդրում ունենալու հայրենիք պաշտպանության մեջ։ Համաձայն ընթացակարգի Անին տարածքային զինկոմիսարիատում անցնում է բժշկական վերջին հետազոտությունները, հանձնաժողովի նախագահն արձանագրում է առողջ է ու պիտանի զինվորական ծառայության համար։ Անին ստորագրում է զինվորական գրքույկն ու կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ եւս մեկ անգամ հանդիպում զինվորական կոմիսարի հետ։ 2 տարի դու ցկտեցիր, որպեսզի զինծառայող դառնաս, այսօր քո երազանքը իրականանում է, այդ ճանապարհին ես արդեն ուրախ եմ, որ համոզմունքը չես փոխել։ Դե ինչ, հանրապետական հավաքակայան մեկնելու ժամանակն է։ Անին թախծոտ աչքերով հրաժեշտներ չի սիրում։ Դրա համար էլ ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին խնդրել է իրեն ճանապարհելու չգալ, բայց վերջին պահին ավտոբուսի պատուհանի առջև հայտնվում է հայրը։ Հանրապետական հավաքակայանում զորակոչիկների շարքում է նաև Անի Մինասյանը։ Ըստ կարգի կին զինծառայողները վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք նշանակվում են ծառայության կանանց հրաձգային գումարտակում։ Եկավ այդքան սպասված պահը։ Անին հագնում է զինվորական համազգեստը։ Այս համազգեստ գրելով ես ավելի ամրապնդվեցի իմ որոշման մեջ եւ պատրաստ եմ կատարել ցանկացած առաջադրանք, որը կհանդիպի իմ ճանապարհին։ Անին արդեն զինվոր է, վստահ է փորձառու սպաների աջակցությամբ եւ ուղղորդմամբ կարճ ժամանակում հարմարվելու է կարգապահությանն ու դժվարություններ չի ունենալու։ Կանանց ծառայությունը առավել գրավիչ դարձնելու նպատակով այստեղ ծառայության եւ կեցության համար ստեղծվել են գերազանց պայմաններ։ Կանանց հրաձգային գումարտակում 6 ամիս ծառայելուց հետո զինվորները ստանում են 1 միլիոն դրամ պատվովճար։ Յուրաքանչյուրն իր ցանկությամբ հնարավորություն ունի ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքներով։ Անին եւս դառնալու է Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Շլինգարյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։